տատրակները որոշել են մեր բալկոնում բույն դնեն, շատ սիրուն են, իրանց ձայնն էլ է շատ հաճելի գրավիչ։ Մեկը թռնում գնում է ճյուղ է բերում, տալիս է մյուսին, մյուսը տեղավորում, դասավորում է, ահա գնաց, եսա իջավ ստեղ, իջնում է ստեղերքից մի տեղից հավաքում է, այս հայաթից, եսա կվերադառնա, բերում տալիս է իր զույգին ինա սարքում, համբեր սպասում աստեղ, տեսնենք երբ կվերադառնա, վերադարձավ, եսա, ճյուղը բերանին, տեսնենք ինքը կդնի, թե կտա զույգին, զույգին տվեց, զույգը վերցրեց, ու զույգը սարքեց ճյուղը, անա եկավ, նոր ճյուղ է բերել, հետարքիր է ինքը կարա դնի, բայց ինքը չի դնում բնի մեջ, ինքը տալիս է իր զույգին, կտուցով կտուցին է փոխանցում, որ այս մյուսը դնի, այսինքն երևի սա էգը կլինի, իրանք իրար հետ համագործակցում են, որ մեկը զբաղվի, այսա մի հատ է բերեց նորից, այս անգամ շուտ բերեց, մեկի գործը բերելն է, մյուսինը սարքելը, նայած ով ինչով է լավ, ով ինչով է վարպետ, ամեն մարդ իր գործն է անում, հələ կանգնել է մեջքին, դրեց, թողեց գնաց, պրինցիպիալն է, ինքը չի սարքում, ոչ մի հատ ինքը չի դնում բնի մեջ, այ քեզ հրաշք, տակիր է, որ ես ճյուղը ընգնի, ինքը ինչ կանի, կվերցնի գետնից, արդեն ահագին ճյուղեր են բերել, մի հատը ընգավ ճյուղերից, հետարքիր է կվերցնեն, թե չէ, ընգելա այս կաստրուլկայի վրա հենա,
բերեց։ Հատուկ տալիս է բերանին, չի դնում ցած, որ ինքը վերցնի։ Բերում զորով տալիս է, որ վերցնի զույգը, իրա վերցրածը նոր դնի գետին։ Հետաքրքիր բնազդ է։ Բնազդային իմաստություն։ Ինչ ա բերել, ահա ճուղ ա բերել, ես ասեցի սնունդ կբերի, բայց հլը որ չէ, որտև ես մեկը չի շարժվում, ու չափերին էլ որ նայում ենք, ես մեկը ավելի նիհարոտ է, քան են մեկը, դրա համար հետ էլ ա ցույց տալիս, որ ենի տղա տատրակն է, շատ իրեսկում ա նայում, վտանգ ա զգում, գնաց, ճող եկավ, պարտադիր տալիս է էքին, ճուղը ինքը չի դնում, ինքը իրան ազատել է այդ հոգսից դասավորելու, որպեսզի հնարավորինս արագ գնա նոր ճյուղեր բերի, ինչ համերաշխ ձևով գործը կիսել են իրար հետ, այս ձևի որ լինեին բոլոր ընտանիքներում, հաշտ, համերաշխ, գործը կիսած, իրար մեջ բաշխած, շատ լավ կլիներ, բայց այս էքը մի քիչ խալտուրա է անում, մի քիչ անուշադիր է շարժումների մեջ, ու հաճախ գցում է այս խեղճ տղու բերած չարչարանքը, շարժումներից անդադ ճղեր են թափվում ցած, խեղճը պետք է ստիպված կրկնակի բերի, վերցնում, դզում, դնում, վերցնում, դնում, վերցնում, դնում, ինչ կարող են կանայք սովորել այս տատրակից, որ իրա նման չանեն, դե ինչ որ պետք է սովորեին անելու նշեցինք, որ իրար հետ լավ համագործակցեն, իսկ ինչ կա, որ կարող են սովորել չանել, գրեք կոմենտարիաներում, եկավ, ջենթլմենը, հələ տալիս է, շատ լավն են է, Աստծու ստեղծած հրաշքներից,
գցեց էլի ցած։ Անուշադիր եղավ, խեղճ տղու բերածը գցեց գետին։ Այս խեղճն էլ չի էլ վերցնում, հեն են ջղերը թափած։ Ստեղից վերցնի դնի վերև։ Մի հատ տենց անեկդոտ կա, ասում է. կարա կինը նենց անի, որ ամուսինը դառնա միլիոնատեր։ Ով գիտե այս հարցի պատասխանը։ Ձեզի այս երևի որ խոսացի վտանգ զգաց, բարձացել է տարածքը ուսումնասիրի, տեսնի ստեղ խնդիր կա, որ ձայներ ա լսում։ Վերջը, ձեզ մի քանի վայրկյան ժամանակ գրեք կոմենտարյաներում, կարա կինը նենց անի, որ ամուսինը դառնա միլիոնատեր։ Պատասխանն է այո, եթե ամուսինը միլիարդատեր է։ Այս տատրակի ամուսնու նման։ Խեղճը բերում է, կինը թափում է։ Ամուսինը չարչարվում բերում, կինը թափում։ Բայց միևնույնն է, իրանք շատ համերաշխ իրար հասկանում են։ Տղեն շարունակում է իրան դրսևորել որպես ջենթլմեն եւ ներողամտությամբ է մոտենում, թափեց, նորից թափրտեց։ Այս ներքևում է սա ավելի շատ ճուխ կլինի, քան իրանց բնի մեջ, մյուսն էլ գցեց, սա խեղճը գալի է տեսնի, տունը քանդած է։ Ինչ էի ասում, իրանք շարունակում են իրար չվիճել իրար հետ, հասկացողությամբ է մոտենում տղեն։ Այս վտանգ ազգում երևի ուզում է փախնի արդեն։ Սկսեց ակտիվ գլուխը շարժել։ Ուսումնասիրում է տարածքը, տեսնի ինչ վտանգ կա ստեղից։ Ես ինչ ձայներ են գալիս իրա մոտ։ Ես 1.5 մետր հեռու եմ, ահա փախավ։ Տեսնենք հետ կգան, թե էլ չեն գա։ Կամ սովածացավ, գնաց մի քիչ սնվի, գա շարունակի իրանց բնի կառուցումը։ Եկավ, հեսա տեսնելու է եկը չկա։ Ում տալու, բերելա, այն ժամանակ դնում էր բերանի մեջ։ Հիմա տեսնենք, որ չկա, ինչ անելու, դնելու է, թե սպասելու է։ Դրեց։ Այսինքն, ինչքան էլ բնազդով ինքը տալիս էր, բայց երբ որ տեսավ չկա, դրեց ցած արդեն։ Տակրկիրա կսպասի մինչև եկի գալը, թե կգնա նորից կբերի։ Սկսեց ձայն հանել։ Երևի կանչում է զույգին, ուր ես արիս տեղ եմ, մատերիալը բերել եմ, սարքող չկա։ Հələ կոկորդը ոնց ա ուռացնում։ Ձայն հանելու ժամանակ։ Ասում է, ուր ես է այ կնիկ։ Այ կնիկ արի, այ կնիկ, գործերը մնացին։ Ես պահը չէի տեսել,
ոնց են ձայն հանում, լսել էի, բայց որ sense կոկորդը ուռում է, բմբուլների տակ ուզորներ են հայտնվում, չէի տեսել sense անում։